Ողջույն բոլորին, հուսամ բոլոր լավ եք, Ժողովուրդ ջան, ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ եւս կներկայացնեմ հաջորդ շաբաթվա կանխատեսումը, այն է մարտի 9-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածը։ Մինչև առաջ անցնելը լավ կլինի, որ դուք սկանանեք այս QR կոդը, որովհետև այն սկանանելուց հետո ձեզ մոտ կբացվի նման պատուհան, որտեղ կլրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, այնուհետև ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում, ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Այնուհետև կբացվի այս աջ կողմում ներկայացված ուրեմն պատուհանի նման մի հատ պատկեր, որտեղ դուք կարող եք տեսնել ձեր անհատական էլեմենտը եւ ծննդյան տարվա կենդանակերպը։ Սա շատ կարևոր է, որովհետև իմ բոլոր վերլուծությունները, ուրեմն օրերի հետ կապված, իրենց մեջ ներառում են անհատական էլեմենտի մասին ինֆորմացիա եւ ծննդյան տարվա մասին ինֆորմացիա։ Ուրեմն այս հատվածում կտեսնեք ձեր անհատական էլեմենտը եւ այս հատվածում կտեսնեք ձեր ծննդյան տարվա կենդանակերպը։ Եթե կարողանաք այս ամեն ինչը անել եւ իմանալ, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ ծննդյան տարվա կենդանակերպը, անպայման գրեք մեկնաբանություններում, իսկ եթե ձեզ մոտ առաջանան դժվարություններ, ապա մեկնաբանություններում գրեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի եւ ես կպատասխանեմ ձեզ, կուղարկեմ ձեզ ձեր անհատական էլեմենտը եւ ծննդյան տարվա կենդանակերպը։ Սա շատ կարեւոր է։ Հիմա, մինչ առաջ անցնելը, եթե դեռ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք այս ինֆորմացիայով ձեր մտերիմների հետ, որովհետեւ սա ընդհանրապես կարելի է ասել, որ սա միայն ինֆորմացիա չէ, որը ուղղակի լսում ենք եւ անցնում առաջ։ Ընդհակառակը, սա մի ինֆորմացիա է, որը ձեզ տալիս է կոնկրետ ռազմավարություն, այսինքն յուրաքանչյուր օրվա մասին դուք ունենում եք ինֆորմացիա էներգիաների տեսանկյունից, կարողանում եք հասկանալ, թե տվյալ օրը ինչքանով է բարենպաստ, ոչ բարենպաստ, ում համար բարենպաստ, ում համար ոչ բարենպաստ, ինչ գործողություններ կարող եք անել տվյալ օրը, որպեսզի ավելի հաջողակ լինեք, սկսած գործը ունենա հաջող ընթացք եւ այլն։ Սա շատ կարեւոր է։ Եկեք այս ինֆորմացիային վերաբերվենք մի փոքր ավելի լուրջ եւ ավելի խորը դիտարկենք այն։ Այս վիդեոյի ընթացքում ես կներկայացնեմ ամսի 9-ից, մարտի 9-ից մինչև 15 հատվածում, ինչպիսին կլինեն ֆինանսները, ինչ գործողություններ կարող ենք անել եւ ընդհանրապես որ օրերը կարող ենք դիտարկել որպես առավել դրական օրեր եւ այդ օրերին իրականացնենք որևիցե կարևոր գործողություն։ Ամսի 9-ը ըստ չինական օրացույցի մեր մոտ ջրային ձիու օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ, ուրեմն ձիու, վագրի, այծի եւ շան տարուն ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտը հող յանն է։ Սա շատ կարևոր է։ Ընդհանրապես օրվա մեջ էներգիաների պասիվություն ունենք, քանի որ հավասարակշռում բնութագրող օրն է, եւ պասիվությունը իր հերթին ենթադրում է, որ կարևոր ինչ-որ նախաձեռնություններ ցանկալի չէ իրականացնել, հա, օրը առավել ցանկալի է անցկացնել պասիվ վիճակում։ Հաջորդ օրը, ամսի 10-ը մարտի, մեզ մոտ արդեն ջրային այծի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ նապաստակի, ձիու, այծի եւ խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը հող 9 է։ Տեսեք, եթե դուք ծնվել եք, ուրեմն ցլի տարում, ապա տվյալ օրը համարվում է ձեր անձնական բախման օրը, հա։ Ուստի տվյալ օրը ցանկալի չէ, օրվա ընթացքում ցանկալի չէ իրականացնել որևէ կարևոր նախաձեռնություններ, եթե ծնվել եք ցլի օրը։ Օրը էներգետիկ առումով բավականին լավ օր է եւ ընդհանրապես օրվա բնութագիրն էլ կայունություն հուշում է մեզ, որ օրը կարող ենք օգտագործել կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ Իհարկե պետք է հիշենք, որ մինչև մարտի 20-ը մենք ունենք հետադարձ Մերկուրի իրավիճակ եւ կարևոր ինչ-որ նախաձեռնություններ, հիմնականում երկարաժամկետ, ինչու՞ չէ նաեւ պայմանագրերի կնքում, նաեւ էլեկտրական սարքավորումների գնում պետք է հետաձգենք։ Այդ ամեն ինչը կարող ենք անել ամսի 20-ից հետո։ Տեսեք, դուք կարող եք որոշակի համաձայնություններ ձեռք բերել, հա, խորհրդակցել, բանակցել, բայց վերջնական ամրագրել դա թղթի վրա, ստորագրել պայմանագիր կամ վերջնական գործողության գնալ, դա ցանկալի է անել արդեն ամսի 20-ից հետո։ Իհարկե, եթե կա այնպիսի իրավիճակ, երբ որ դուք
չեք կարող ուրեմն հետաձգել, հա, տվյալ գործողությունը ես խորհուրդ կտամ գոնե ընտրել դրական օրեր։ Ինչու՞ չէ, կայունություն բնութագրող օրը համարվում է դրական օր, ընդհանուր դրական օր եւ օրվա մեջ ունենք էներգիաների շատ լավ դասավորվածություն։ Այնպես որ այսօրը կարող եք օգտագործել, եթե իհարկե նորից կրկնեմ, չեք կարող հետաձգել մեկ այլ օրվա։ Ամսի 11-ը մեր մոտ փայտե կապիկի օրն է, օրը համարվում է առավել բարենպաստ կապիկի տարանցումվածների համար եւ ֆինանսական առումով դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղ յանն է։ Օրը համարվում է նաև բարենպաստ վիշապի, օձի եւ առնետի համար։ Անբարենպաստ է օրը վագրի տարանցումվածների համար։ Օրվա մեջ էներգիաների դասավորվածությունը վատը չէ, այստեղ ես նշան եմ դրել, աստղի նշան, օրը կարելի է օգտագործել, հա, կարևոր նախաձեռնություններ սկսելու եւ ինչու՞ չէ, նաեւ բանակցություններ վարելու մի խոսքով, այսինքն կարևոր գործեր իրականացնելու համար օրը համարվում է դրական։ Ամսի 12-ը մեզ մոտ կործանը բնութագրող օր է, ինչու, որովհետև օրվա եւ ամսվա էներգիաների ուղղակի բախում ունենք, օրը համարվում է քիչ թե շատ բարենպաստ ցլի, վիշապի, օձի եւ աքաղի տարանցումվածների համար, իսկ ոչ բարենպաստ նապաստակի տարանցումվածների համար։ Ուրեմն ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղ 9 է։ Ընդհանրապես կործանում բնութագրող օրերին ցանկալի չէ նոր նախաձեռնություն սկսել, ցանկալի չէ ամուսնանալ, նշանադրվել, սկսել ճանապարհորդություն եւ այլն։ Սա շատ կարեւոր է ի նկատի ունենալ, քանի որ տվյալ օրվա մեջ էներգիաները բավականին պասիվ են, հատկապես մարտի 12-ին, ու եթե ինչ-որ մի բան դուք սկսեք, ապա դա դժվար թե հաջողություն ունենա։ Դրա համար ցանկալի է ուրեմն կատարել ճիշտ պլանավորում։ Ամսի 13-ը մեզ մոտ արդեն հրեղեն, ուրեմն շանորն է, օրը համարվում է առավել բարենպաստ վագրի, նապաստակի, ձիու եւ շան տարանցումվածների համար, օրը համարվում է անբարենպաստ, քիչ թե շատ անբարենպաստ վիշապի տարանցումվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր յանն է, ասել թե օրը վտանգավոր է, ոչ, ընդհանրապես չինական մետաֆիզիկան, վտանգ բնութագրող օրերը, դրանք այն օրերն են, երբ որ մարդուց պահանջում են ռիսկի։ Եթե դուք այն մարդն եք, որը պատրաստ է գնալ ռիսկի եւ չի փախնում կորուստներից, ապա օրը կարող եք օգտագործել, իսկ եթե ոչ, ուրեմն ընտրեք մեկ այլ օր։ Ամսի 14-ը, ըստ չինական օրացույցի, մեզ մոտ հրեղեն խոզի օրն է, առավել բարենպաստ է խոզի տարանցումվածների, ինչու չէ նաև վագրի, նապաստակի եւ այծի տարանցումվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է բոլոր նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր 9 է։ Ինչպես տեսնում եք, ստեղ եւս աստղ եմ դրել, օրը համարվում է շատ բարենպաստ օր։ Կարող եք սկսել գրեթե ցանկացած նախաձեռնություն, քանի որ օրվա նկարագրությունն է հաջողություն։ Սա շատ հետաքրքիր օր է նաև, հա։ Հաջորդը, ամսի 15-ին ունենք հողեղեն առնետի օր, օրը համարվում է դրական առնետի, ցլի, վիշապի եւ կապիկի տարանցումվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը փայտ յանն է։ Օրվա բնութագիրն է ստացում։ Ստացում բնութագրով օրերը հետաքրքիր են, քանի որ ինչ որ հետաքրքիր ուրեմն նվերներ, ինչ որ անակնկալներ կարող են լինել, ինչու՞ չէ նաև բացասական իմաստով։ Հիմնականում այսօրվա մեջ մենք չունենք դրական որևիցե էներգիաներ, հա, էներգիաները շատ պասիվ են, ով որևիցե նոր նախաձեռնություն սկսել ես խորհուրդ չէի տա։ Այսքանը այս շաբաթվա համար, եթե նորից կրկնեմ, եթե դեռ չեք իմանում, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել, ապա լավ կլինի մեկնաբանություններում գրեք ձեր ծննդյան տվյալները, ես սիրով կպատասխանեմ, կտամ այդ ինֆորմացիան։ Նաեւ, եթե ցանկանում եք, ուրեմն ամեն օր ստանալ ինֆորմացիա օրվա մասին Telegram ալիքում, ապա կարող եք բաժանորդագրվել ավելի կոնկրետ, ես ուրեմն մեկնաբանություններում առաջին մեկնաբանության մեջ կդնեմ հղում, այդ հղումով կարող եք միանալ մետա հաջողություն բոտին եւ ամեն օր ստանալ օրվա
մասին, մանրամասն ինֆորմացիա, ինչու չէ նաև օրվա լավագույն ժամերի մասին, հա, եւս ինֆորմացիա եւ մանիֆեստացիայի ուղղության մասին, ամեն օր, հա, ունենք մանիֆեստացիայի ուղղություն, օգնության ուղղություն, որի մասին եւս ես ամեն օր մետահաջողություն բոտում տալիս եմ ինֆորմացիա։ Այսքանը, լավ եղեք, եթե կլինեն հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Մինչ հաջորդ անգամ։